Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչները Շիրակցի ընտրողին է ներկայացրել կուսակցության ծրագրերն ու մոտեցումները։ Դա 3+ BRICS ծրագիրն է, որտեղ մենք երկաթուղի պիտի կառուցենք Հայաստանի Իրանի հետ կապող, որը պիտի դառնա խաղաղության երաշխիքը։ Պետք է նոր ատոմակայան կառուցենք, ակումուլյացիոն հզորություններ կառուցենք նաև մեր Հայաստանի էներգետիկ համակարգի վրա, որովհետև մեծ խնդիրներ են սպասում։ Պետք է ջրային ռեսուրսների կառավարման նախարարություն ստեղծենք եւ կառուցենք ջրամբարների, ջրանցքների եւ պոմպակայանների մի համակարգ, որը կմատուցի ոռոգելի ջուրը մեր գյուղացիներին, ավելցուկը կարողանանք վաճառել կողքի երկրների վրա։ ՀԱԿ ծրագրում կարևոր տեղ ունի նաև կրթության, գիտության եւ սոցիալական քաղաքականության զարգացումը։ Ուսանողական բանկ ուսանողների համար, որը թույլ կտա ամբողջությամբ ջրի ստանալ կրթությունը հետագայում 20-30 տարվա մեջ արդեն երբ որ աշխատանք են անցնում, ցածր տոկոսով վճարել այդ ուսուցման համար։ Տեխնոլոգիական հեղափոխության նախագիծը, որ մենք պետք է ֆինանսավորենք պետականորեն, գիտահետազոտական աշխատանքները կարևոր ուղղություններով, նանոտեխնոլոգիա, ռոբոտոտեխնիկա, արհեստական բանականություն, բիոտեխնոլոգիա եւ այլն եւ այլն։ Սոցիալական ծրագիրը անմիջապես 10,000 դրամով եւս կբարձրացնենք թոշակները եւ կկապենք ընդհանրապես թոշակը միջին աշխատավարձի հետ, որ ավտոմատ արդեն կբարձրանա նրա հետ։ Հանդիպում նախ Շիրակի մարզի գյուղերում, ապա մարզկենտրոնում կոնգրեսի անդամները եղել են Գյումրու տարբեր հատվածներում, շփվել ընտրողների հետ, տպավորված են։ Շատ ոգևորված ենք, բավականին լավ մթնոլորտ է, շատ ժպտերես, բաց, մեր ժողովուրդը ընդունում է, մենք զգում ենք, որ բավականին լուրջ ձայներ ունենք այստեղ եւ շատ ուրախ եմ այս հանդիպումների համար, իրանք իսկապես մեզ ոգևորում են։ Բոլորը հասկանում են, որ այսպես արդեն շարունակել հնարավոր չի եւ պետք են շատ լուրջ փոփոխություններ, որը մենք եւ առաջարկում ենք մեր ծրագրով։ Սիրելի գյումրեցիներ, ես ձեզի ղուրբան։ Գնացեք ընտրության։ Պարտադիր գնացեք ընտրության, ում կուզեք քվեարկեք։ Շատ կարևոր է ակտիվ մասնակցությունը։ Նրանք բոլորը, ովքեր ուզում են Նիկոլից ազատվենք, կամ մեկ լուծում, ակտիվ քվեարկություն։ Ընդդիմադիրներից ում կուզեք քվեարկեք, դա շատ կարևոր է։ Եթե մեզ քվեարկեք, կրկնակի ձեզի ղուրբան, շատ շնորհակալ կեղնիկ։ Սա խորհրդարանական ընտրություն է, հատուկ շեշտեց Արամ Մանուկյանը։ Պարլամենտում որքան շատ քաղաքական ուժեր լինեն, այնքան հեշտ կլինի, այնքան ճիշտ կլինի, այնքան ժողովրդավար կլինի։ Ուստի մեր ցանկությունն է, որ 6-7 քաղաքական ուժ մտնի խորհրդարան։ Սա հանրաքվե է։ Այս հունիսի 7-ին Հայաստանի անկախություն կամ պահպանում ենք, կամ գնում ենք ադրբեջանացման։ Շատ կարևոր։ Եկեք 35 տարվա մեր անկախությանը տեր կանգնենք բոլորով։ Կոչ եմ անում խելամիտ ընտրություն անել, խելամիտ ընտրություն ասելով նկատի ունեմ բանական, ռացիոնալ ընտրություն, այնպիսի ընտրություն, որը ի վիճակի կլինի երկիրը այս աղետաբեր հունից դուրս բերելու, իսկ այդ ընտրությունը մենք իրեն առաջարկում ենք, թե մեր ծրագրով, թե որը շատ ռազմավարական ծրագիր է եւ ի վիճակի է այս ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու, թե նաև այն առումով, որ մենք պետականություն ստեղծած ուժ ենք եւ հիմա կարող ենք նաև այդ պետականության պաշտպանը եւ պահապանը լինել։ Հայ ազգային կոնգրեսը 10-րդն է քվեաթերթիկում։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։